Շատերը պահքի մեջ են եւ անդադար մտածում են ինչպես քաղցրի զգացողությունը հագեցնել։ Ես առաջարկում եմ հրաշալի, հեշտ, օգտակար, համեղ բաղադրատոմս։ Ինձ անհրաժեշտ է կաթ, ես վերցրել եմ սոյայի կաթ, որը կարելի է պահքի շրջանում օգտագործել։ Կես բաժակ սոյայի կաթ, յուրաքանչյուր բաժակի մեջ ավելացնում եմ 2 թեյի գդալ չիայի սերմ, ավելացնում ենք բանան, ավելացնում եմ յուրաքանչյուր բաժակի մեջ եւ դնում ենք 2 ժամ սառնարան։ Սառնանից հանելուց հետո, երբ արդեն չիան իր գործը արած կլինի, կաթը ավելի խիտ կդառնա, որովհետեւ դոնդողի էֆեկտ է ունենալու, սկսում ենք քաղցրացնել եւ ել ավելի համեղացնել հատուկ ջեմերով։ Ես օգտագործում եմ Saint Dalfour ջեմերը, որովհետեւ հրաշալի տեսականի ունի եւ շատ յուրահատուկ միքսեր։ Ջեմերը քաղցրացված են միայն խաղողի եւ մրգային հյութերով, առանց գլյուտեն, առանց եղեգնաշաքար, առանց ԳՄՕ, առանց արհեստական կոնսերվանտների, առանց արհեստական գունանյութերի, առանց արհեստական բուրավետիչների, առանց արհեստական քաղցրացուցիչների։ Առաջինը պատրաստելու եմ նուռ եւ ազնվամորի միքսով։ Երկրորդը մարակույա եւ մանգո։ Իսկ երրորդը լոռամիրգ եւ հապալաս։ Զարդարում եմ դաղցի թարմ տերևներով։ Հրաշալի է, սեղմեք լայքի կոճակը, սրտիկեք ինձ ուղարկեք այս բաղադրատոմսը պահքի մեջ գտնվող ձեր ընկերոջը, իսկ ես գոհ եմ ինձանից։